Շատ լավ, դե մենք վաղուց էինք ուզում գալ, այնպես էր ստացվում, որ երկար այդ տանջալի ինչ-որ պրոցեսներ կան, դրանց հետ ավելի լավ է չառնչվել, հետո երբ որ համերգային արդեն իրավիճակը եղավ, ավելի հեշտացավ իրավիճակը, հետո որ ձեր հետ էլ շփվեցինք, արդեն առավել ևս հեշտացավ, այդ իսկ պատճառով գալը մի քիչ չէր հավատում, որ կհասնի, բայց երբ որ հասանք արդեն վերջ, հիմա մարդիկ որ նայում են, ասում են դու այստեղ վաղուց ես ապրում, ասենք անծանոթ մարդկանց ասում ենք, հա դե մի 15 տարի ստեղա հավատում են։ Տեղացու պես արդեն ամեն ինչ գիտի, արագ գնում գալիս։ Ֆելջան, քեզ ֆել ասեմ, թե Ֆելիքս։ Ոնց, ինչպես արվում։ Հա, որտեվ տանենք ուզում եմ սենց նավարի։ Ինձ ինչ ասես չեն ասում, նենց որ ֆել։ Լավ անցավ ամերիկա։ Ես անկեղծ ասած այդպես չէի տեսնում ու լսում, որովհետև ականջներս փակ էին։ Աչքերս նույնպես, ուշադրությունս էլ տեքստի վրա էր, բայց ասում են, որ դե ես ընդեղ էի շատ լավ անցավ, շատ լավ անցավ, ես իրականում շատ քիչ համերգներ եմ գնում ստեղ, իհարկե ինչքան էլ կարևոր էր մեր ընդեղ ներկա լինելը, բայց շատ հաճելի էր, ես ոնց որ մի 18 տարեկան լինեի նորից, ու նաև նայում էի, որ ես երիտասարդությունը շատ էր դուրս գալիս, իսկ առհասարակ գիտեմ, որ Ամերիկայում շուշուտ ես լինում, սիրում ես ստեղ, թե չէ։ Շատ, իմ եկած տեմպերով ամենալավ ժամանակն է անցկացվում, որովհետև ես տարին մեկ մի ամենաշատը 20 օրով եմ գալիս։ Քիչ ժամանակով։ Իմ համար քիչ, իմ համար օրինակ արդեն մի 15 օր հետո ուզում եմ գնամ տուն։ Լռությունը ստեղ այնքան լուռ է ամեն ինչ, որ ինձ թվում է խլացել եմ։ Ուզում եմ վերադառնալ տուն եւ լսել բարձր ձայներ։ Մլավոցներ, հաճոցներ, գոռոցներ, բղավոցներ։ Բայց ստեղ ավելի լավ չի ստեղծագործական կյանքի համար, օրինակ որ լուռա։ Շատ լավ է, շատ։ Այստեղ կարելի է նստել ու հանգիստ ընդ երկար ծերության մասին ալբոմ գրել։ Իսկ այս անգամ քո երեխայի հետ ես եկել, ինչ չնայած գիտեմ դեռ շատ մեծ չի, բայց հաստատ տպավորություններ ունի, չէ։ FIFA 6 տարեկանը չէ, ինքը արդեն բավականին ավելի մեծական ինչ-որ ճանապարհորդության մեջ է, քան մանկական, որովհետև կարող է ինչ-որ տեղեր տանենք, ասի հոգնում եմ արդեն, չնայած այդ իր սիրած հերոսները եւ ամեն ինչը կան, ասում ենք լավ հոգնում ես, վերադարձնում ենք տուն, քնում եմ մի քիչ։ Բայց Disneyland արդեն գնացել ա։ Չէ, դեռ չենք գնացել։ Ուր ա ուզում ամենաշատը գնալ։ Disneyland տանենք, ինձ թվում է ինքը արդեն լրիվ կբավարարվի։ Հա։ Որտեվ նույն բաներ, ինչ-որ նման բաներ, որ տեսնում ասում եմ երկու անգամ եք ինձ նույն տեղը տանում, իսկ ես ամերիկան կարծես անընդհատ աճ ես մտնում ու նույն աճն է անընդհատ։ Շատ միապաղաղա, չէ։ Իսկ բացի Լոս Անջելեսից էլի քաղաքներ եղել ես ԱՄՆ-ում։ Չէ, երևի այս անգամ չէ, բայց ընդհանրապես Վեգասներում ինչ-որ այդպիսի տեղեր եղել եմ, բայց դե այնքան շուտ էր, որ հիմա էլ չեմ էլ հիշի։ Որտեվ առհասարակ ես ինքս է կարամ ասեմ, Ամերիկան դե տարբեր է մի տեսակ, ամեն քաղաք իր հետաքրքիր վայբը ունի ու շատ չես կարծես ես Ամերիկա եղա Լոսում ու չսիրեցի կամ սիրեցի, դրա համար էի հարցնում հետ։ Լինել Ամերիկա, Տեխաս չլինել, ասենք էդ էլ է պետք անպայման։ Նյու Յորք։ Այդ մյուս Ամերիկա, Նյու Յորքը, այդ մյուս Ամերիկան, բայց դա մեր Լոսն էլ ոնց որ վատ Ամերիկա չի։ Ամեն շատ հայեր կան, չէ։ Իսկ փոփոխություն չես զգում, որ հայերը։ Ես հայերին անկեղծ ասած չեմ հասկանում ովքեր են հայ, ովքեր հայ չեն։ Ես դեմքերով չեմ տարբերում ազգությունները, այնպես որ իմ համար բոլորը ամերիկացի են ստեղում տեսնում եմ։ Արդեն անգամ հայերը դառել են։ Առավելևս ես հայերեն խոսացող հայ շատ հազվադեպ եմ հանդիպում, ստեղ հայերն էլ են անգլերեն խոսում։ Անգամ Գլենդելու։ Նույնիսկ sorry եւ thank you-ն ինձ թվում է արդեն անգլերենի բավականին լուրջ իմացություն է։ Բոլորը այդպես շփվելով գնում են sorry thank you հասար տեղ։ Կարևոր մի հատ ֆիլմ կա, երևի տեսել ես Բրադվան, որ ասում է ինչա բոլորն ասում how are you, այդ շատ է իրան հետաքրքիր, ասում է չէ ուղղակի, ասում է չէ արս։ Անգամ կնոջդ հետ էլ առիթ եմ ունեցել արդեն շփվեմ, շատ եմ սիրել, իսկ ինքը ինչ տպավորություններ ունի։ Շատ լավ, դե մենք վաղուց էինք ուզում գալ, այնպես էր ստացվում, որ երկար այդ տանջալի ինչ-որ պրոցեսներ կան, դրանց հետ ավելի լավ է չառնչվել, հետո երբ որ համերգային արդեն իրավիճակը եղավ, ավելի հեշտացավ իրավիճակը, հետո որ ձեր հետ էլ շփվեցինք, արդեն առավել ևս հեշտացավ, այդ իսկ պատճառով գալը մի քիչ չէր հավատում, որ կհասնի։ Բայց երբ որ հասանք արդեն վերջ, հիմա մարդիկ որ նայում են, ասում են դու այստեղ վաղուց ես ապրում,
Ասենք անծանոթ մարդկանց ասում ենք, հա դե մի 15 տարից տեղա հավատում են։ Տեղացու պես արդեն ամեն ինչ գիտի, արագ գնում գալիս։ Ֆենջան, բայց կպատկերացնես ինչ որ մի օր, որ կտեղափոխվես ամբողջովին ստեղ ապրես, թե միշտ մնալու համար չէ, բայց մի քանի տարով հաստատ մեծ հաճույքով կարելի է գալ մի ինչ որ սարի դոշին, այո, նստել եւ մտորել ապագայի մասին։ Ստեղծագործել։ Բայց ընդմիշտ չեմ մտածում։ Չես կարա Հայաստանից։ Չէ, դժվար։ Դե հա դժվար կլինի այսքան տարիներ հետո։ Մեր հոտը մնում է, էլի, ստեղ չկա, մեր մոտ կա այդ հոտը պետք է, էլի։ Դե հա մի բան կա Հայաստանում, որ հաստատ ոչ մի երկրում այդ չկա։ Հայեր։ Որոնք ամերիկացի չեն դառել։ Չէ, որոնք անգլերեն։ Բայց արի համաձայնվի, որ կան լավ հայեր, երևի դեռ չես հասցրել։ Վատ հայեր ես չեմ տեսել, որ ասեմ լավերը կան։ Ես ընդհանրապես ոչ մի բացասական բան, ինչ որ տեղեր լսում եմ ինչ որ բաներ, բայց որտեղ չկա։ Դե միանշանակ Հայաստանում։ Ինչ որ մեկը որ հաճում է եւ ինչ որ մեկը ով կծում է կան։ Բայց գլոբալ բոլորն էլ լավն են, բոլորն էլ հետաքրքիր են, ամեն մեկը իր պատմությունն ունի, մեկը 30 տարվա պատմություն ունի, այստեղ մեկը 5, մեկը 3 օրվա, բայց այդ բոլոր մարդիկ արդեն երևում է իրենք էստեղացի են, արդեն որոշել են։ Իսկ ինչ որ մի բան նկատել ես, որ նման է բոլորին մի բան, որ կապում է, օրինակ, չգիտեմ, ինչ որ մի բնավորության գիծ կամ մի խասյա։ Հայերին թե հայերին, չէ, հայերին։ Ես ոնց հասկացել եմ ինշուրանսը, բանկերը, ավտովթարները, մարիխուանան, ինչ որ այդպիսի բաներ կան, որ կապում են։ Էլ ինչեր կան, ինչեր եմ էլ լսել։ Չէ, ինչ որ բաներ կան, ինձ թվում է եթերում չարժի ասել, բայց լսել եմ բաներ, որ հայերին կապում են իրար։ Ցավոք է տենց է։ Եվ նաև քանդում իրարից։ Միաժամանակ։ Հերվածնում այդ ամեն ինչը հայազգին շատ տխուր, բայց իրականություն է։ Բայց դե կյանք է, ամեն մեկը իր ձևը հարմարվում։ Բայց ով ոնց հայրան գտնում ստեղ, չէ։ Ունեցել ես շատ, ես որ փոքր էի, անկեղծ կլինեմ, շատ էի սիրում, երբ որ դու էիր ինչ որ հաղորդման հաղորդավար շատ։ Հետո եղավ դադար ու ավելի շատ երաժշտության մեջ քեզ ներկայացրեցիր։ Ինչն էր պատճառը։ Երբ վստահ եմ, այս հարցը երևի մի 100 անգամ քեզ տվել են։ Չէ, ինձ ոչ մի չի հարցն, այս հարցը չի տվել, պատասխանում եմ, բայց հաճույքով։ Ուղղակի անելիք վաղուց չկա արդեն։ Մի 10 տարի է հեռուստատեսությունում ընդհանրապես անելիք չկա։ Նույն բանը կարող, եթե նույն բանը համաձայնես միշտ անել, կարելի է միշտ բարի լույս վարել, առավոտյան ծրագիր, մինչև ասեն այսօր ցավոք սրտի նա ուղիղ եթերի չեկավ, նրան տարան ոչ ուղիղ եթերի ու վերջ, այդ վերջին եթերից առաջ էլ այդ մի օրը չհասցնես գնաս, ինֆակտը քեզնի շուտ հասնի պավիլիոն եւ վերջ։ Ու այդքան բան։ Դե ես դրա մեջ հետաքրքրություն ընդհանրապես էլ վաղուց չէի գտնում։ Ինձ համոզում էի, որ կարելի է մի քիչ էլ շարունակել, բայց արդյունքում չէ, ես էլ առաջարկները բազմաթիվ են երևում։ Չէ, առաջարկները լրիվ նույն ֆորմատի մեջ են, այն ինչ որ միշտ արվում է, այսինքն միշտ նույն երգը տարբեր ռիթմերով սխալ է էլի երգել եւ ես որոշեցի որ ավելի նախընտրելի կլինի այդ ամեն ինչին չմասնակցել չնյարդայնանալ քան մնալ ու տենց սպասել այդ վերջին եթերին վերջի օրը գալ լավ ճիշտ հարցս կարող է դեռ այդքան էլ չի հասունացել բայց ունես 6 տարեկան երեխա հաստատ շփվել ես մարդկանց հետ ովքեր էլի նույն հասակակից երեխաներ ունեն տարբերություն տեսնում ես որտեվ ես տեսնում եմ ասեմ, մենք ուրիշ մի քիչ ուրիշ կերպ ենք, դե մեր միակն է, առաջինն է, ու ուշադրությունը այն աստիճանի է, որ մենք երևի մինչև 4 տարեկան այդ երեխուն գրկած ենք տարել բերել, որ հանկարծ չքայլի մի ամիտ ընկնի մի բան լինի, ու տարբերությունը մենակ երևի զուտ է, որ ինքը ավելի շատ ոչ մի բան չի անում հիմնականում, ասում է մենք ենք անում, հիմա արդեն այս տարիքում հասկացել ենք, որ Հիմա պետք է ինչ-որ բան փոխենք, բայց ինձ թվում է արդեն շատացել ենք եւ հիմա ինքը շարունակում է ասել ինչ պետք է։ Այսօր դրա համար հետս չբերեցի, որովհետեւ նա ուղղակի որոշել էր քնած մնալ ու վերջ։ Ու քնից անել է հանցագործություն կրել։ Իսկ համերգին կար, չէ։ Համերգին կար, իհարկե կար։ Համերգին կուլիսներում ինքը սիրում է համերգներին գալ, բայց չի սիրում դուրս գալ, վազվզել, բեմում եւ այլն։ Այդ անկյունում միտեղ նստում իր հեռախոսով խաղում, երգերը լսում, հետո մի քանի ինչ-որ ժամանակ անց, մի քանի ամիս հետո կարող է ասի, մեկ էլ մի երգերից այն մեկը ոնց որ մի քիչ դուրս չեկավ ոնց արեցի։ Ինքը իր կարծիքը ունի։ Հա, հիշում է, չի մոռանում, բայց նաև առիթ էլ
չի փնտրում դրա մասին խոսելու, պիտի շատ լավ առիթ լինի, որ ասի։ Իսկ որ ստեղծագործում ես երգես գրում կա, որ գալիս է օգնում է կամ ինչ-որ մասնակցում է։ Չէ, դրանց երգես գրում այդ process-ը երևի դու պատկերացնում ես, որ սենց ես Մոցարտի բարիկով սպիտակ մեծ գիշերանոցով ռոյալի վրա սենց արունոտ մատերով ինչ-որ մեղեդինը, չէ։ Այդ երգ գրելու process-ը ոչ մեկ չի էլ նկատում, որովհետև այդ ուղղակի երաժշտություն է դրված, տեքստ ես մտածում, ընդամենը այդքան է։ Ստուդիա մեկ-մեկ երբ որ ժամանակ ունենում որ տրամադրություն, նրան տանում եմ հետը ստուդիա, սիրում այդ process-ը, բայց ինքը ընդհանուր ես չի որ ես գամ պապա երգեմ, չգիտեմ ինչ։ Ինքը հիմնականում ուզում եմ մեծանա ու անի ոչ մի բան։ Ինքը արդեն հիմա որոշել է, որ եթե ստացվի, որ ոչ մի բան չանի, ոնց որ հիմա է, չնայած դպրոցել է գնում, բայց հիմա այս 15-20 օրն էլ դպրոցից էլ կտրվեց։ Օ, ճիշտ է։ Այստեղ էլ հիմա ասեմ արի դասերը անցած որ վերիշեն կարող է դեստեղ էլ նենց օրենքներին իս դատի տա ես մնամ ծմահ ստեղ էլի դրա համար կվախենամ ինչ-որ բան ստիպեմ անի պես որ պիտի գնանք տուն նոր այս մի ամիսը հետ բերենք ինչը ես հասկանում եմ որ եւս ավելորդ 25 կիլոգրամ կպակասի իսկ որ հիմա հարցնում ես ինչ ես ուզում դառնաս մեծանաս երաժիշտ դերասան բժիշկ ինչ ստից ես կողմից այն կողմից լսում հա ուրիշ երեխաներ որ ասում են կողքից գողում են ասում են Բանի աղջիկը իմացար ուզում բժիշկ դառնամ 5 րոպեից ես էլ չէի հրաժարվի բժիշկ դառնամ ապրեսը լսեց գնաց հեռախոսս տվեք ինքը իր գործերով Շատ իստեղ արտիստների հանդիպում ես Ֆենջան ինչ որ կամ ում որ կարոտել ես կամ շատերը որտեղ տեղափոխվել են Հոլիվուդում եմ հանդիպել բայց գետնին անունների տեսքով ուրիշ չէ ուրիշ արտիստների չէ Չես էլ ուզում հանդիպես Ում օրինակ չգիտեմ եթե հնարավորություն լինի օրինակ չէի հրաժարվի Դեմի Մուրի հետ հանդիպել ուղղակի տեսնել կան մի քանի հոգի ում ուղղակի տեսնենք այդ մարդկանց չենք տեսել էլի Իսկ հոլիվուդյան երաժիշտներից կամ դերասաններից Ստիվի Վանդերին կուզեի տեսնել չնայած դա փոխադարձ չի լինի բայց շատ հաճելի կլիներ նաև նրան տեսնել բայց այնպես որ գնում ինչ-որ մեկին տեսնեմ ավելի շատ կնախընտրեի Լեբրոնին, Ջեյմսին տեսնել, քան երաժիշտներից որևէ մեկին, սպորտսմեններից։ Ահա սպորտսմեն, բայց կան ստեղ լավ խաղեր, կարող է փորձել։ Երաժիշտներին լսում ենք արդեն էլ ինչ տեսնենք, իսկ սպորտսմեններին պետք է տեսնել, էլի ամեն դեպքում նրանք այդ գիգանտները բասկետբոլ են, նրանք հետաքրքիր են ավելի քան երաժշտությունը։ Տեսնելուց խոսքը գտածես կարող մի տեղ կա, որ ուզում ես շատ տեսնես։ Նու թեկուզ LA-ում կամ LA-ից դուրս ամբողջ Ամերիկայում։ Հա, մեծ հաճույքով։ Դե այդպեսի տեղ չկա, որ չեմ ուզում։ Ուր էլ տանեն գնում եմ, ինձ ամենտեղ հետաքրքիր է։ Իհարկե, Ամերիկան էլ այնքան մեծ է, որ մի տարով էլ գաս չես հասցնի։ Ես հաջորդ տարի ուզում եմ փորձել հենց այդպեսի մի բան անել։ Մի տարով գալ փնտրել Ամերիկան։ Հետաքրքիր։ Եթե իմ բոլոր պայմանները բավարարեն, ես կգամ։ Մենք կօգնենք։ Բայց չի լինի։ Էլի մի ճանապարհորդություն Ամերիկան տեսնելու համար երաժշտություն գրելու Սերժեի հետ էլ նրա հետ էլ կշփվելու, երբ որ առիթ լինի նայել կասի, մենք որոշել ենք ալբոմ գրել մի քանի հատ, միգուցե մի քանի հոգու ալբոմ, մի այստեղ գանք։ Ձերս տարածքի պես մի փոքրիկ գողտրիկ տարածք վերցնենք մի 25-35 օրով։ Այստեղ հավաքենք ամեն ինչ ձայնագրենք ու վերադառնանք տուն։ Հայրենիք։ Մեր մոտ ամեն ինչ կա, այդ պայմանները կան, ուղղակի լրությունը մի քիչ ավելի քիչ է, քան այստեղ։ Այստեղ մարդիկ առաջին հայց երբ որ ես նոր եկա, ոչ միտեղ չեն շտապում, նախ այդ նկատեցի։ Երկրորդը նկատեցի, որ իմ մեջ այդ բնավորությունը կա ուղիղ տեղ անհանգստանալ, հələ ոչ մի չի եղել, բայց ես անհանգիստ եմ, ներվայնանում եմ ու հասկացա, որ տեղի մարդիկ այդ չեն անհանգստանում, հետո կարող է օթիցա, ջրիցա, չգիտեմ, երբ որ նոր գործի ընդունվեցի, առաջի անգամ իմ մենեջերը, ասած supervisor ասված եմ, հատ անգլերեն բառ ասեմ Բացի հայ բայց մի հատ սուպերվայզերն են սիրում, որտեղ սուպերվայզերին կանչեք բան եմ ասելու։ Վերցրեց այնց դեղերի ոնց որ վիտամինների բաքսեր, ու այդ սոսը խմել հերթով, ոսում ես մարդը կմեռնի, դες չէ հասկացել որ սկզբից դա վիտամին է։ Անցել է 8-9 տարի, հիմա ես էլ եմ հասկացել, որ ես էլ եմ այդ խմում ու հասկացել եմ, որ թե վիտամինների միջոցով, թե անգամ հավատում եմ սնունդի միջոցով մի բան կա, որ քեզ տեղ հիմքից անջատում է, սկսում ես այդքան չանհանգստանալ։ Ոնց որ թողում ես ամեն ինչ, բացես
թողում, ինչ լինի։ Դրա համար անգամ երբ որ մենք ձեզ էինք բերում, դրվագներ կար չէ, որ ինչ որ կիքսեր էր լինում, ես զգում եի ձեր անհանգստությունը կամ նույն մեր Գոհարիկի անհանգստությունը Հայաստանում 100 աստիճան բարձր, ինքը ինձ voice-էր էր թողում, երբ որ ես մտնում եմ հեռախոս, հասկանում եմ, որ մի բան են չի, ու մենք էլ ունենք բնականաբար անհանգստություն ունենք։ Բայց հետո արդյունքում պարզ է, չէ՞ որ անհանգստանալը ընդհանրապես charge էր։ Իրականում charge էր։ Այս ամերիկան արդեն իրենց բոլորին վաղուց պարզ է դա։ Հա, որտեվ դու էքստրա միած ստրես ես ավելացնում մի բանի մեջ, որ հաստատ վաղը լուծելու ես։ Ես այդ օրն էլ ասացի, նայեք, ընդհանրապես պետք էր սպասեիք ես արթնանայի, իմ հետ չէիք խոսացեք, կամ որ ու այդ հարցը լուծվում էր 5 րոպե։ Ընդհանրապես մի քունը ինչպես կարող էր ամեն ինչ փոխել։ Այդ շատ լավ ստացվեց, կարևորը ստացվեց։ Ամենակարևորը ճիշտ ժամանակին ստացվեց։ Այդ պետք է երևի տենց էլ լիներ։ Այո, մենք ձմռանը եկանք ամառ, ավելի լավ եղավ, քան թե ձմռանը գայինք ձմեռ կամ ամռանը գայինք կամ երբ էլ գայինք ստեղ ամառ ենք գալիս էլի։ Հա, միշտ չնայած հիմա ցուրտ է երեկոյան։ Դա ձեր համար։ Ահա։ Մեր համար ցուրտ չի, որովհետև մեր մոտ արդեն մարդիկ մուշտակներով են շրջում։ Արդեն ձյուն էլ երևի Հայաստանում կգամ։ Իսկ մտքեր չկային նոր տարին ստեղ անցկացնեք այդ ամերիկյան Christmas-ը տեսնեիք։ Այս տարի չէ, բայց այս հաջորդ տարի կամ հաջորդ տարի, next this տարի մենք միգուցե եւ ավելի մի քիչ ուշ գանք ու նոր տարուն էլ։ Նարեկը Ամերիկայում է մեծացել, ես չի սովորացնում անգլերեն։ Սովորացնում եմ, ուղղակի Նարեկը մի քիչ ավելի որպես ուսուցիչ մի քիչ բարդ է իր այդ աշխատելը, ու շատ փող է ուզում սովորեցնելու համար։ Դրա համար նա հիմնականում ինքն ուսուցմամբ է զբաղված։ Ինձ օրինակ Դելոյի հաղորդման ժամանակ ես ասի նամանավանդ, ասես նամանավանդ բառ չկա Լուսի ջան, մանավանդա ինձ Ֆելիքսն է ասել։ Ես էլ չգիտեի։ Մանավանդել չկա, առավել եւս կարելի է ասել անցնել առաջ։ Դա ուրեմն դու էլ Դելոյի դասատու կարաս լինես։ Չէ, դասատու չէ, բայց եթե ինչ որ բան գիտենք, ինչու չփոխանցենք նրան, ով չգիտի։ Այդ հաստատ։ Իսկ կրթությունից կուզեի խոսել, էլի ամեն ինչ ասում եմ, հասկանում եմ, որ ստեղ շատ քիչ ժամանակ ես եղել ու չես կարողացել այդ ամեն ինչը, բնականաբար հետաքրքիր երևի չի եղել, բայց քո կարծիքով ինչ որ լսել ես կամ տեսել ես կրթությունը ստեղ ավելի լավ տրվում թե Հայաստանում։ Երևի կխոսեմ ինստիտուտների մասին, ոչ թե դպրոցների։ Իմ կարծիքը մի քիչ ուրիշ, ես սենց եմ մտածում, այդ տրվողից չի, վերցնողից է, բոլոր նրանք ովքեր ուզում են սովորել ամենա, չգիտեմ, վատ համբավ ունեցող դպրոցում կամ համալսարանում են շատ ուժեղ սովորում եւ դառնում ինչ պետք է։ Ու նրանք էլ ովքեր ամենաթանկ տեղերն են սովորում, եթե նրանք սովորող են, թանկը էժանը կապ չունի, կսովորեն։ Հիմա կրթությունը կա։ Այո։ Եթե ձգտումը կա, մարդիկ ուզում են կսովորեն թե Ամերիկայում, թե որտեղ։ Եթե չկա, ասենք այդ մարդը, չգիտեմ, նրան տանը ոչ որևէ կերպ չեն ասում, մի բան պետք է սովորես, ասում են դե լավ դե կմեծանա։ Դե լավ դե կմեծանա, բնականաբար կմեծանա։ Բայց ասենք քար չի։ Քարն էլ մի օր կարող է մեծանա, բայց ո՞ւմ է պետք մեծ քարը։ Իսկ այդ փոքրը չեն կարող մի բան անեն։ Դրա համար պետք է ուղղակի զուտ հետևել, ասել որ պետք է մասնակցել այդ կրթությանը, մասնակցել, ոչ թե ուղղակի գնալ պահանջել։ Մի երեխան լավ չի գրում, եթե լավ չի գրում, ուրեմն մի քիչ էլ բացի դպրոցից պետք է տանել, օգնել։ Այո։ Ես լսում եմ, տեսնում եմ մարդկանց, ովքեր շատ քիչ են դրանով զբաղվում, հետո մեծանում բողոքում են կրթությունից, բայց այդ սխալ է, կրթությունը կապ չունի։ Ամեն տեղ էլ կան եւ լավերը եւ վատերը։ Մեկը սովորողը, որ ձգտում ունի, կսովորի։ Չի այդ թուղթը գրիչով կրակի դիմացի աշակերտու մազերի մեջ, այլ այդ գրիչով կգրի ինչ-որ բաներ։ Իսկ այն թուղթ կրակողը մեկը կկրակի, էլի։ Ֆել եղբայրդ էլ աստեղ դե բնականաբար շփվում եք ամեն երեկո սուրճի շուրջ։ Ամեն օր, այո։ Ինքը ինչ կարծիքներն հեչ լինում է, որ քեզ անկեղծ ասի փոշմանել եմ, այ Երանի չգայի չմնայի։ Եղբայրս ինչ-որ թղթաբանական ինչ-որ խնդիրներ են առաջացել ժամանակի ընթացքում, որոնք չեն լուծվում, այդ արդեն այնքան ստրեսային իրավիճակ է, որ իհարկե ցանկությունը շատ մեծ է վաղուց գալ մի պտույտ մանել հայրենիքով մեկ, բայց այստեղ ինչ-որ ես չեմ հասկանում նման բաներ, դու ավելի լավ գիտես, կան այդ պատմությունները, որոնք բայց սպասում ենք, որ շուտով կլինեն։ Բայց զարմիկներից մարտային բոլորին եկա տեսա, այդ կարոտը մեր համար շատ կարևոր է, մենք գոնե գալիս ենք տարին մեկ գոնե ստացվում է մի քանի օրով շփվում ենք, բա մերոնք ինչ ասեն, որ նրանք տանն են, այո,
Մյուս եղբայրս էլ, Միշնեկ եղբայրս էլ դեռ չեն տեսել իրենց արմիկներին։ Հենց որ չգիտեմ, միգուցե ես նրանց հետը ստանեմ երեխաներին։ Ճիշտ է, իրանք քաղաքացի են, չէ՞։ Բայց չեն տա, էլի, իհարկե։ Չեն տա որ տանեմ։ Չեն վստահի թե։ Կվստահեն, բայց չեն տա։ Որովհետև ես որ տարա էլ հետ չեմ բերի։ Նրանց թղթերն էլ կարողա չլինի, էլ իրանք հիմա իրենց երեխեքին չտեսնեն, հիմա սերիալ չենք նկարելու ընտանեկան։ Հիմա լավ երգ կարա լինի այդ։ Այդ թեմայի որ վերադառնանք, Սերժոյի հետ ալբոմ ենք գրելու, հենց այս իմիգրացիայի հետ կապված։ Այդ ալբոմը կարակ մեզ նվի։ Իմիգրացիա կարող հենց այդպես էլ կոչվի։ Շատ տեղին կլինի, որովհետև չգիտեմ, բնականաբար տեղյակ չեք, մեր ազգի երևի 80%-ը, լավ, տենց թվեր չասեմ, որովհետև հետո սկսում են կոմենտներ գրել, ինչ 80%, ինչ ես խոսում, ինչ գիտես, բայց շատերը իմիգրացիա արեցին հենց ԱՄՆ ու հենց այս վերջի 2 տարում, ահա որ թիվը բարձրացել է, ով որ ճանապարհով իհարկե կարող է անկախ նրանից։ Դե հեշտ լավ կյանքից չի, չեմ մտածում, որ բոլորը իրենց փափուկ տակ տեղերը թողում են ու գնում են ինչ որտեղ։ Եթե գնում են, ուրեմն կամ խնդիր ունեն գումարային։ Կամ խնդիր ունեն այդ տեղի հետ կապված, այդ տեղում ուզում են այդտեղ չլինեն ուղակի, կամ խնդիր ունեն ինչ որ բաներ ունեն, չեն ուզում այդտեղ ծախսեն, այդտեղ կառուցեն, ուզում են գնան ուրիշ տեղ կառուցեն։ Ես չեմ մտածում, ոչ որ մեկին պետք է մեղադրել կամ ինչ որ բան ասել։ Մարդը ինքն է որոշում որտեղ ապրի, ինչ ապրի։ Ինչ որ մեկին ասել ու դու մի գնացեք, մնացեք կամ մի մնացեք, գնացեք, ես լոգիկա դրա մեջ ուղղակի չեմ գտնում։ Եթե ինչ որ մեկը ուզում, եթե կան պայմաններ լավ ամեն ինչ անելու, գնալու իմաստ չկա։ Այո։ Եթե բոլորը գնում են, նշանակում է որ պայմանների հետ կապված խնդիրներ կան։ Պայմաններ ստեղծողները պետք է մտածեն այդ մարդկանց մասին։ Ես հիմա ասեմ վերադարձեք Հայաստան, դուք իրավունք չունեք, այդ մարդիկ կասեն, ինչա այս կարտոֆիլը պահանջում մեզնից, որովհետև դու ինչ գիտես, մենք ինչ ենք արել ու ինչ վիճակ է։ Դրա համար ես կնախընտրեմ ասել, որ լավ կլինի ոչ մեկ ոչ միտեղ չգնա։ Դա բնականաբար։ Պայմաններն էլ լավանան, որ գանք Ամերիկա հանգստանալու եւ վերադառնալու, ոչ թե գանք Ամերիկա տանջվելու եւ չվերադառնալու։ Իրականում տանջվելա, բայց այդ մյուս կողմից թե էկրանի, թե աշխարհի այդ մյուս կողմից շատ ավելի թեթև այդ ամեն ինչը նայում։ Դե բնականաբար որևէ մեկն էլ չի ցանկանա իր դժվարությունների մասին, տենց բոլորին բոլորն էլ ուզում գունավոր նկարներ գցել այդ տարբեր տեղեր, սոցկայքեր, լավ տեղերում լինել, լավ հագնվել, ինչի՞ չէ։ Մարդիկ ձգտում են գոնե մի քիչ էս 10-ից 25 րոպե տևում կյանքը։ Ծնվում ես, արթնանում ես, քնում ես, հեռանում ես, վերջ։ Այդ ընթացքում եթե կարողանաս գոնե մի քիչ սեփական հաճույքի համար ապրել, ինչի՞ չէ։ Կեսը հասկանում են շուտ են դա փորձում անել, կեսը չեն հասկանում բավականին մեծ մարդ, բայց վերջում հասկանում են ու իրենք էլ են որոշում, դրա համար տարիքային սահմանափակում էլ չկա։ Չէ՞, ինչ որ մի 20 տարի առաջ ասում են որ երիտասարդության արտահոսք կա։ Ես իմ 10 տարի առաջ ասում էին մեծերի միջին տարիքի, հիմա էլ այդ տարիքն էլ չկա, սեռն էլ չկա, հիմա էլ առավել եւս որ սեռել համարյա չկա։ Ով ինչ ԱՄՆ-ում չկա։ Ուզում եմ այստեղ, բայց ես չեմ հանդիպում օրինակ նման բաների էլ ես մեր կողմից մեր այդ ամեն ինչից լսում ենք Ամերիկայի մասին, ավելի Ռուսաստանի կողմից էլ նենց բաներ ենք լսում, որ իրականում չկա։ Ես չեմ հանդիպել, նեն չի որ ես հիմա գնացել եմ ամենավատ ծակերը մտել եմ, տեսել եմ ինչա կատարվում, ինձ խորհուրդ չէին էլ տալ նույնիսկ հեռադիտակով այդ կողմ նայել, բայց այն որտեղ որ ես լինում եմ, այն ինչ տեսնում եմ, բացարձակ ընդհանրապես ոչ մի նման բան չկա։ Դե սիրում են ճոխացնեն, հետո այդ միջոցա որ արդարացնեն, ինչի Ամերիկա չգնաս, Ռուսաստանը դե բնականաբար, հետո ես ինքս անձամբ նկատել եմ ապրելով երկար տարիների գիտակից ամբողջ կյանք Հայաստանում, հետո գալով ԱՄՆ ու շուշուտ գնում է Ռուսաստան, մի տեսակ իմ համար հատկապես Ռուսաստանի հայերը մի տեսակ մեծ ածելությամբ են լցված մանավանդ Ամերիկայի հայերի հանդեպ, ու միշտ այդ կռիվը կա, որ դա այնտեղ լավ է, մենք սենց չգիտեմ, մի քիչ էս պատերազմը թույլատրեց այդ ամեն ինչը, բայց մինչև այդ կար։ Նա դե սարսափելի է այն ամեն ինչը ինչ որ չկա ներկայացնել։ Նույնն էլ ռուսների մասին վստահ եմ որ ստեղ ինչ որ բաներ, դե ուղղակի ես լուրերին չեմ անգլերեն չգիտեմ այդքան որ լուրերին հետևեմ, բայց Տրամպի այդ պատմությունները, այդ ընտրությունները, բան այդ ինչ որ բաներ հաստատ մեզ հասնում է, ինչ որ բաների հետևում ենք, ինչ եղավ, ոնց եղավ, ինչ են անում,
ու լրիվ ուրիշ բան ենք տեսնում իրականության մեջ ինչ որ կատարվում է հա թեթև հարց տամ ուտելիքը որովհետև շատ կան չէ այ համով չի այդ ամենահամով ես չգիտեմ ես անհամ ուտելիք չեմ տեսել Ամերիկայում չեմ հանդիպել ես ամեն ինչ էլ սիրում եմ ցավոք սրտի դա ինձ խանգարում է մոտավորապես +20-ից 30 կիլոգրամով տարվա ընթացքում բայց ամեն ինչ ես այն փողոցային sense վատ հոթ-դոգից սկսած միջև այդ շուտ սուշիները եւ ամեն ինչ շատ համով է շատ Իսկ նկատել ես որ ստեղ հիմա փողոցային ուտելիքը շատ չնայած երևի չես իմանա մինչև այդ չես եղել բայց հիմա շատ մոդայի կա այդ փողոցային ուտելիքը մարդիկ կանգնում են ու մինչև գիշերվա 1-2-ը բացա Այդ հոլիվուդային բաներում եմ հոլիվուդում որ քայլում ենք այդտեղ կար լիքը այդ փողոցային Ահա ու շատերը հենց աստղերն էլ անգամ մի անգամ կհիշես թե չէ Օսկարի ժամանակ է դրսից պիցա պատվիրեցին ու այդ հայկական Հա բայց ինձ չեն թողում մերոնք ուտեմ Ինչ ասում են մի կերպ կմեռնես ասում են մի կերպ կմեռնես Ինչի՞ չէ Չէ ես մի հատ լավ տեղ կասեմ կգնաք ուտեք Չէ լավ տեղ չեմ ուզում հենց վատ տեղ եմ ուզում ոչ թե լավ տեղերը միշտ կան են որ վատ են որ sense մի քիչ փչացած մի հատ մարդը կիսա տեղավորված պատրաստում ու հերթա երկար այդ տիպի տեղեր են ինձ տանում Այդ տիպի տեղերը իրական միշտ համով են լինում շատ անչափ շնորհակալ եմ Ֆելջան որ եկար որովհետև գիտեմ որ ոչ մի անգամ ոչ մի հյուր հիմա վերջերս չես գնում Չեմ էլ գնալու այո Դե ինչքան հարց ունեմ հիմա հիշեմ տան Մոտ ապագա ինչ պլաններ ունես լավ որ տո իմանան Ասեցի դե պապագան գալու ենք ալբոմներ գրենք հիմա արդեն այնտեղ գրված է մենք Երևանում լեյբլի հարցեր ենք լուծում հեսա շուտով երևի լեյբլ կանենք ու կսկսենք արդեն production-ով զբաղվել որովհետև ավելի լավ է արդեն մի քիչ նստել զբաղվելու համար ոչ թե թռվռալ բեմի վրա բայց հետո բնականաբար համերգ կունենա Չէ համերգներ կլինեն դեռ մի հատ էլ երևի բայց մեր մոտ է կլինեն չէ Ձեր մոտ էլ կլինի հաստատ մի հատ Վերջին 20 համերգը կլինեն 20-ից 5-ը ձեր մոտ կլինի Ընտիր Այսինքն քանի որ տարին 1, ուրեմն մոտակա 5 տարում անդադ համերգ ունենք մի հատ, հետա։ Այդ ալբոմներից մեկն էլ այդտեղ կգրենք։ Որտեվ շատերը, չգիտեմ ոնց չէին նկատել, ասում են, «Վայ, բա մենք ինչի բաց թողեցինք այս համերգը», չնայած ամեն կերպ ներկայացնում էինք, որ համերգ։ Իսկ Thanksgiving-ը խանգարեց։ Այո, որտեվ ավելի շատ մարդ ա եղել, հետո վիդեոների տակ ա գրել, բայց երբ կլինի այս համերգը, ասում եղավ Միակ կենթանին, որ կարող է խանգարել մեր համերգին, դա հնդուհավն էր եւ նա դա արեց։ Դե լավ, ոչինչ, թող միակ կենթանին այդ լինի Ֆելջան։ Շնորհակալ եմ հրավերի համար, շատ հաճելի զրույցի 100 տարի ոչ մեկի հետ ոչ մի բանի մասին խցիկների մոտ չէի խոսել։ Երևի ես պրակտիկան սկսեմ վերադարձնել։ Շնորհակալություն։